Բարև ձեզ, Նյուզեեմը շարունակում է հյուրընկալել այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ընտրություններին։ Եվ այսօր մեր տաղավարում է ազգային ժողովրդավարական Բևեռ կուսակցության առաջին համար Գևորգ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Կարապետյան, ցուցակում առաջինը դուք եք, բայց վարչապետի թեկնածուն դուք չեք։ Եթե չեմ սխալվում, Վարուժան Ավետիսյանն է։ Հիմա եթե դրենք արդեն ընտրությունները կայացել են, դուք հաղթել եք։ Ինչպես եք պատկերացնում, պարոն Ավետիսյանը, գիտենք, ազատազրկված է, ինչպես է լինելու վարչապետը, ինչպես է ղեկավարելու երկիրը, եթե ազատազրկված է։ Հասկացա հարցը։ Նախ եթե հաղթել ենք ընտրություններում, դիմես շնորհավորեիք ձեր հարցից առաջ։ Վերադառնանք իմ նախընտրական ցուցակը գլխավորելու մասին եւ մեր վարչապետի թեկնածուի մասով։ Ավանդույթ է ձևավորվել այսօր քաղաքական ուժերի այս ռեյտինգային ձևաչափով ընտրություններին մասնակցության առումով, որ պարտադիր պետք է առաջին համարը գլխավորողը լինի վարչապետի թեկնածու, սակայն դա որևէ օրենսդրական, սահմանադրական կամ այդ օրենքով չկա եւ սա ազգային ժողովի ընտրություններն է, այսինքն կուսակցությունների ընտրություններն է, որպեսզի ձևավորվի ազգային ժողովը, մենք լինելով պարլամենտական երկիր, սա ազգային ժողովի ձևավորման ընտրություններ եւ եթե չեմ սխալվում, ազգային ժողով անցած կուսակցություններից կամ դաշինքներից ընդհանուր ծավալի 1/3-ն է, որ կարող է վարչապետի թեկնածու առաջադրել եւ այդ վարչապետի թեկնածուն պարտադիր չի լինի առաջին համարը, ընդհանրապես պարտադիր չի լինի նաեւ ընդհանրապես ցուցակում կարող է չլինել։ Վարուժանի մասով նախ ազատություն Վարուժան Ավետիսյանին, գնդապետ Ավետիսյանին եւ Սասնա Ծռերին շուտապույտ ազատություն նրանց եւ իհարկե մեր համար որոշ իրավական խոչընդոտներ առաջացնելու է, սակայն լրիվ փակուղու մեջ չի եւ հնարավորություն կա եւ փաստաբանները եւ ազգային ժողովը տվյալ պահին, եթե մենք մեծամասնություն լինենք, ենթադրաբար եւ ընտրվի վարչապետ Վարուժան Ավետիսյանը, կարող ենք դիմել տվյալ պահին երկրի նախագահին խնդրելու, որ քաղաքական իրողություններից ելնելով համաներման շնորհեն, որովհետեւ այս պահին լրիվ փակուղու մեջ չլինելով դա հնարավոր գործիքներից մեկն է, բայց մենք ավելի կողմ ենք, որ նրանք եւ այսինքն Սասնա Ծռերը եւ Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ նրանք անպարտ ճանաչվեն դատարանով, մենք դրան ենք ձգտում, այնպես որ լրիվ իրավական փակուղու մեջ չի, այսինքն մեր վարչապետի թեկնածուն մնում է Վարուժան Ավետիսյանը։ Այս պահին որոշակի խորհրդանշական իմաստով է Վարուժանի եւ բանտում գտնվելը եւ իրազեկման, որովհետեւ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, մեր ժողովրդի մեծ մասը նաև չգիտի, որ Սասնա Ծռերը Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ գտնվում են բանտում։ Եվ այս տարիներին մենք տեսնում ենք, դուք բավական շատ քննադատում եք օրվա իշխանություններին եւ մասնավորապես Արցախի թեմայի հետ կապված, ես հիշում եմ ձեր քննադատությունները, հիմա իշխանությունը ասում է Արցախի մասին պետք է մոռանալ։ Դուք ինչպես եք պատկերացնում, Արցախի վերադարձ լինելու է, Արցախ վերադարձ լինելու է, ձեր ծրագրում ինչպես է այն դրույթները ներկայացված, դուք ինչ եք կարծում, ինչպես պետք է լուծվի արցախահայերի վերադարձի հարցը եւ ընդհանրապես դուք մտածում եք, որ հնարավոր է Արցախը վերադարձնել կամ ավելի ճիշտ հայկական նորից դարձնել։ Ես ասեմ, որ քննադատության առումով մեզ բոլոր կողմերից այդպես չեն սիրում, որովհետև մենք կաշկանդված չենք եղել քննադատել եւ տարբեր աշխարհակաղակական բևեռներին եւ մասնավորապես այն քաղաքական ուժերին, հանձինս իշխանությանը իր սխալ, հակահա եւ թրքամետ քաղաքականություն վարելու առումով։ Մենք դրանում չենք կաշկանդվել, ճշմարտությունը բարձրաձայնել ենք եւ քննադատությունները մեր եղել են ոչ թե
խոսակցական, լեզվակռվային կամ պիտակավորումներով, այլ եղել են կառուցողական եւ քննադատության հետևում, այո, գաղափարական, քաղաքական եւ քննադատության հետևում միշտ եղել է նաեւ առաջարկը, այսինքն մենակ դատարկ քննադատություններով մենք երբեք չենք զբաղվել։ Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի եւ Արցախի պատկանելությունը ճշտելու, Բևեռը ունի հստակ դիրքորոշում Արցախի հարցով, մենք դիտարկում ենք Արցախը Հայաստանի Հանրապետության անկախտելի մաս, ոչ թե միայն հայկական է ամեն առումով, բայց նա նաև բացի հայկական լինելուց նաև Հայաստանի Հանրապետության մաս է։ Ինչպես ենք պատկերացնում վերադարձը կամ Արցախի հարցի փակման կամ չփակման, առանց այս կողմ այն կողմ շուռ գալու պետք է շեշտել, որ Արցախի հարցը փակել, բացելու կամ դրա մասին խոսելու, չխոսելու մասին չի, դա մարդու իրավունքների հարցն է, մարդու հիմնարար իրավունքների, այսինքն ապրելու իրավունքի հարցն է, որը Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցները ենթարկվել են ցեղասպանության, էթնիկ զտման եւ 6000 տարի շարունակական հայկական ներկայությունը Արցախում այսօր ցավալիորեն կտրվել է։ Մենք պատկերացնում ենք առաջին հերթին իրավունքների լուծման ձևին։ Այսինքն, տեսեք, իշխանությունն ասում է որևէ քայլ այդ առումով դա պատերազմ է հրահրելու։ Ձեր քայլերը ինչպիսին են լինելու, որ պատերազմ չհրահրի։ Հասկացանք։ Ես նախ շեշտեմ, որ պատերազմ բերողները եւ պատերազմ հրահրողները հենց իրենք են, ներկայ իշխանությունն է, որովհետեւ պատերազմ բերելու դասական բանաձևումներ կան։ Նախ պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ կա բանակի, այսինքն պաշտպանական թուլությունը, եթե մնան այս իշխանությունները այս պաշտպանական թուլությամբ, տեսեք, իրենք պատրաստվում են ինչ-որ զորահանդեսի, ինչ-որ ձևով ներկայանալ, բայց եթե կա համաչափ սպառազինություն, ապա ինչ-որ փուլի պետք է, որ այս ընթացքում Ալիևի պահանջներին ասվեր ոչ, որևէ փուլում առաջ եկավ 17 կետերինը, որոնք իրենք համարեցին 4-5 կետ ընդունելի չի կտրականապես, այնտեղ մասնավորապես սահմանադրությունից անկախության հռչակագրի հանումներ, հետո պարզվեց, որ այդ 17 կետերի հետ իրենք լոյալ են, մի խոսքով, երկրորդ պատերազմ բերելու պատճառը դա տարածաշրջանային, այսինքն մեծ ուժերի բալանսի բացակայությունն է, այսինքն ներկայ իշխանությանը 8 տարվա ընթացքում չի հաջողվել ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքականությունը կոնկրետ ձևավորող անվտանգային այնպիսի համակարգ, որպիսի մեր տարածքների իրավունքների հանդեպ ոտնձգությունները բացառվեն կամ կասեցվեն։ Մյուսը, այսինքն պատճառը պատերազմի, պատերազմ բերելու, մյուս պատճառը, այսինքն թշնամի պետության հետ մենք գիտենք, որ նրանք հենց կոնկրետ թշնամական են վերաբերվում, եթե բարեկամաբար վերաբերվեին, պետք է ռազմագերիներ չլիներ, արցախցիները տեղահանված չլինեին, ընդհանրապես պատերազմը տեղի չունենար, գնային քաղաքակիրթ լուծման ճանապարհով, որի կողմնակիցը իդեպ մենք ենք, մենք քաղաքակիրթ եւ դիվանագիտական լուծման ես կանդրադառնամ ինչպես լուծել այդ հարցը։ Այսինքն ես հասկացա, պատերազմի, այսինքն համագործակցությունը անընդհատ զիջումների մրցավազքի մեջ գտնվելով բերելու է հասցնի մի հատ կետի, որ դա զիջման հնարավորություն չունենա եւ դա հենց կազուս բելի առաջացնելու հարձակման համար եւ մենք անպայման հայտնվելու ենք հենց այդ պատերազմի կոնֆլիկտի մեջ արդեն իսկ թույլ դիրքերից, լրիվ թուլացած, զինաթափված դիրքերից։ Մյուս էլի հայտնի պատճառներից է այդ անհասկանալի պացիֆիզմը, ինչ որ խաղաղասիրությունը, որ դա երկկողմանի պետք է լիներ այդ խաղաղասիրությունը։ Միակողմանիորեն խաղաղասիրություն չի ստացվի, մի կողմում հայկական հետքն են վերացնում, եկեղեցիներն են բուլդոզերներով գետնին հավասարեցնում, գերիներ են պահում, վերջերս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը դիմեց
միջազգային ատյաններ, մատնանշելով, որ պարտադիր պետք է 1918 թվականի այսպես չակերտավոր կեղծ ցեղասպանությունը ճանաչվի մարտի 31-ին որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օր։ Տեսեք, իրենք ժխտում են նաև այսպես կոչված չակերտավոր էլի կեղծ փախստականների վերադարձ Հայաստան, իրենք ժխտում են, ասում են դուք ադրբեջանական խոսույթն եք տարածում հայկական լրատվական կամ քաղաքական խոսույթի մեջ, սակայն պետք է չառհամարել իրողությունները, փաստերը, որ 2025 թվականի հունիսի 22-ին, եթե չեմ սխալվում, Ստամբուլում տեղի ունեցավ իսլամական երկրների համաժողով, գագաթնաժողով, չգիտեմ ինչպիսի անվանում ուներ, չեմ մտաբերի, եւ վերջնական դեկլարատիվ իրենց վերջնական ընդունած փաստաթուղթը, որի տակ ստորագրեցին 57 մուսուլմանական երկրներ, այնտեղ հստակ նշվեց, որ ադրբեջանցիները ենթարկվել են կրոնական եւ ազգային խտրականության, իրենք գնալու են այն ճանապարհով, որ 100,000-ավոր, չգիտեմ, կամ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ վերադառնան Հայաստանի տարածք։ Հիմա ասում են, այդ թեման փակ է Հայաստանում։ Իշխանությունը այսօր եւս վստահեցրեց մեզ։ Խոսքը եւ գործի տարբերությունը մենք զգացել ենք այս վերջին եւ ոչ միայն վերջին տարիների ընթացքում։ Իրենք խոսքով 18 թվականին եկել էին ժողովրդավարություն, այսպես հեղափոխության, հասարակական համերաշխության առումով, մենք այսօր տեսնում ենք ատելությունը, նույնիսկ ընտանիքներ է մտել, այսինքն ատելության մակարդակը Հայաստանում հասարակական միջավայրում առասպելական մեծ չափերի է անցել։ 21 թվականին իրենք նորից այլ խոստումներով, որ Շուշի Ադրութի հայտնի են, շատ քաղաքական գործիչներն են շեշտել, ես էլ չեմ ալարի շեշտել, որ լրիվ այլ խոստումներով էր, այսինքն ծրագրից մենք այն ժամանակ իրավիճակը լավ չենք հասկանում։ Հետո մենք հասկացանք, հիմա այս ճանապարհն ենք ընտրել։ Հասկացանք, հիմա ինչ իմանանք, ինչպես պետք է քաղաքացին վստահի նման քաղաքական ուժին, որ չունի սկզբունք եւ դրան հասնելու հստակ ճանապարհ չունի, այսինքն իրավիճակային այսօրվա կարճաժամկետ ծրագրեր առաջ տանելը ինքը վնասում է մեր ազգային անվտանգությանը եւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության շարունակականությանը։ Չի կարելի կարճաժամկետ ծրագրերով առօրյական այսօրվա օրով ապրելով պետության ռազմավարություն մշակել, դա անընդունելի է եւ ընտրողները ինչպես վստահեն, եթե մի օր պարզվի 27 թվականին ենթադրաբար, աստված չան իրանք վերարտադրվեն, բայց 27 թվականին հայտնվի մի այնպիսի իրավիճակի մեջ, ասեն, այ մենք գիտեք 26 թվին այսպիսի կարծիք ունեինք, հիմա մենք հասկացել ենք, որ հիմա էլ ճիշտը այսպես է։ Այսինքն դա ժամանակագրության եւ տեղի ունեցած գործողությունների մեջ արդեն շատ հեշտ ապացուցելի է եւ սա թող հաշվի առնեն մոտակա ընտրություններին, ընտրություն կատարելիս, որ ինչպիսի ուժեր են եւ ինչպիսի խոստումներով են եկել եւ ինչպիսի ուժեր կան դաշտում եւ ոչ թե ականջահաճո, օրինակ մենք, ազգային ժողովրդավարական բևեռը ոչ պաշտոնի կռիվ է անում, օրինակ իմ ոչ հանրային դեմք լինելը եւ առաջին ցուցակում առաջադրվելը ընդհանրապես կապ չունի ինչ որ մանդատ ստանալու կամ ինչ որ լավ ապրելու հետ։ Մենք գաղափարական ուժ ենք եւ ռեալ առաջարկներ ունենք նախ տարածաշրջանում Հայաստանի համար ռազմաքաղաքական հավասարակշռություն բերել, որ հենց անվտանգությունն է Ինչպես եք բերելու ռազմաքաղաքական հավասարակշռություն, որ ասում եք, այսինքն դուք Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական այդ պարիտետը պահպանելու ամբողջ տարածաշրջանի հետ մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական հավասարակշռություն, այսինքն եւ ներքին։ Դա ինչ է նշանակում, բացենք մի քիչ, այսինքն Հայաստանի անվտանգային պաշտպանական ունակությունները մեծացնել։ Այո, եւ դիվանագիտական եւ իրավունքի մեր պոտենցիալը, թե աջակիցներ պետք է ունենանք։ Եվ աջակիցներ պետք է ունենանք, եւ դաշնակիցներ պետք է ունենանք։ Տեսեք, մենք հստակ առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ, սա պետք է շեշտվի, ոչ ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող,
ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչ է ինքը իր մեջ նախատեսում։ Սա մեզ թույլ է տալու մեր սպառազինությունը բերել նոր մակարդակի, սա նոր անվտանգային մակարդակի բերելու շատ մեծ հնարավորություն է, ունենալ համատեղ մասնագիտական նոր տեխնոլոգիաների հետ մասնագիտական խորհրդատվություն, նոր մասնագետների վերապատրաստում, Միացյալ Նահանգների շահերից բխում է մեզ մոտ այդպիսի ծրագիր իրականացնել անվտանգային, այսինքն Միացյալ Նահանգների յուրաքանչյուր երկիրի շահերն ունի, շահերից է բխում Հայաստանի այդ դեր ասած անվտանգային։ Ես սա էլ ավարտեմ, որպեսզի ամբողջական ստացվի եւ անցնեմ շահերի հարաբերակցությանը։ Եվ մենք ունենք տասնամյակներ առաջ Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի մեծ ջանքերով ստեղծվել է ազգ բանակ համակարգը, որը համակարգային կառավարման մոդել է, կարճ ասած, ես մի առիթ ունեցել եմ դրան անդրադառնալ, սակայն կարճ դրա մասին առանձին հաղորդում կարող է։ Ազգ բանակ նախորդ իշխանությունների ժամանակ պաշտպանության նախարարը։ Դա աղավաղված տարբերակներ, էլի ժամանակագրության մեջ հանրապետականները գողացան այդ գաղափարը նախախորհրդարանից, դա նախախորհրդարանի ժամանակներից կար եւ դա շատ հեշտ է ապացուցել, երբ է դա առաջ եղել եւ ինչպես դա կիրառվեց, որը իր բովանդակության մեջ ընդհանրապես կապ չունի մեր առաջարկած ազգ բանակի հետ։ Անվանումը, հա, այսինքն փաթեթավորումը, բայց բովանդակության առումով բացարձակ տարբեր բաներ են։ Դա շվեյցարական մոդելի նման մի մոդել է, որ ամբողջ ազգաբնակչությունը իր ապրելով, իր մասնագիտական կամ քաղաքացիական կյանքը չվնասելով մասնակցում է երկրի պաշտպանությանը եւ ունենալով աշխարհի հզորագույն տերության սպառազինության հետ ձեռք բերելու կամ դրան որոշակի նաև անվճար սպառազինություն ունենալու հետ մենք ունենալու ենք մի այնպիսի մոդելի, ազգային մոդելի բանակ, այս մոդելի բանակի չէ, որ սովետական կամ կայսերական մոդելի, ազգային մոդելի բանակ, որը լիարժեք ապահովելու է մեր ներկայիս անվտանգությունը եւ ծանրությունը չի ընկնելու սահմանում կանգնած մեր 18 տարեկան երիտասարդների վրա, այսինքն ամբողջ ազգաբնակչությունը իր կենսակերպով, իր աշխատանքով ամեն ինչով նպաստելու, նույնիսկ արտադրական ենթակառուցվածքային ինքը շատ մեծ ճյուղավորված շղթայով կայուն համակարգ է նախատեսում։ Հիմա անդրադառնանք թե Միացյալ Նահանգներին ինչ շահեր ունեն, տեսեք, մենք մեր կանխատեսումների մեջ արդեն ոչ միայն առաջին անգամ, այլ արդեն շատ բազմաթիվ անգամ մեր կանխատեսումների մեջ ճիշտ ենք դուրս եկել, որ նաև որոշ դեպքերում նաև ցավալիորեն ճիշտ ենք դուրս եկել եւ մեր մոտակա կանխատեսումների մեջ մենք դիտարկում ենք, որ այդ հյուսիս-հարավը, որը կար, որ այդպես էլ միջևերջ չկայացավ Հայաստանի պարագայում, մենք մեր կանխատեսումների մեջ տեսնում ենք հնդեվրոպական նոր ռազմավարական, քաղաքական, տնտեսական այդ ուղղությունը, որը հակակշռելու է Չինաստանին եւ Թուրանական աշխարհին, այսինքն այս պահին որովհետև մենք 21 թվականին, երբ խոսում էինք 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին, արհեստական բանականության ներդրման եւ դրա կիրառման մասին, շատերի համար մենք տարօրինակ եւ անհասկանալի էինք թվում, այսօր այդ ամեն ինչը իրողություն է դարձել եւ տեսեք Միացյալ Նահանգները գնահատելով մեր ազգային ինտելեկտը եւ ներուժը արհեստական բանականության մեծ հանգույց է ներդրել մեր երկրում, դա այս իշխանությունների շնորհիվ չէ, դա մեր ազգային ինտելեկտուալ կարողությունների շնորհքն է, դա իրենց հետ կապ չունի։ Եվ դրա մասին մենք խոսել ենք շատ տարիներ առաջ, էլի անհասկանալի էինք, հիմա էլ մեզ թվում է որոշակիորեն պիտի հաշվի առնեն անցած ճանապարհը կանխատեսումները եւ հաշվի առնեն մենք ինչ ենք կանխատեսում այդ հնդեվրոպական ռազմավարական տնտեսական ճանապարհի վրա մենք շղթայի մեկ հատվածն ենք լինելու, կարևորագույն հատվածը, որը որ Հնդկաստան, Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով եւ որը ձեռնտու է Միացյալ Նահանգներին, որը ոչ միայն ձեռնտու է, հենց դա է լինելու նոր աշխարհակարգի ձևավորումը, որը այս փուլում, այս պատերազմները, այս տնտեսական սանկցիաները, տարբեր վերիվարումները բերելու, հասցնելու են այդ դիրքին։ Դե հիմա իշխանությունն էլ Միացյալ Նահանգների հետ թրիփ է անում։
Վատ է։ Տեսեք, թրիփի հարցով մենք ունենք հստակ դիրքորոշում, թրիփը կոնկրետ իմ ձևակերպմամբ թրիփը դա միջանցք է, այսինքն թրիփից մենք ինչ ենք շահում, ինչ ենք ստացել։ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած մի տարածքից մյուս տարածք անխոչնդոտ անցում է։ Եթե վերադառնանք այս իշխանության գործելավոճին, նույնիսկ իրենք նույնատիպ, նույն իրավական, այսինքն նույն իրավական հիմքերով ճանապարհ չունեն Ադրբեջանի հետ։ Ենթադրենք, եթե իրենք դա ձևակերպեն, որ դա ապաշրջափակում է, դա ապաշրջափակում չի։ Այսինքն Ադրբեջանը դրա հետ զուգահեռ, դրան հետ համատեղ պետք է մեզ տրամադրեր Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծը նույն իրավական հիմքերով, նույն իրավունքներով, անխոչնդոտ, այսինքն մենք չպետք է տեսնեինք, չգիտեմ, իրենց սահմանապահներին եւ անխոչնդոտ առանց որևէ մեկին հաշվի առնելու մենք Իրանի հետ կապը փոխադարձությամբ այս դեպքում Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմության խոսույթն էլ կփոխվեր, կասեր, այս մի քաղաքական ուժն է, ինքը այդպիսի պատկերացումներ, այդպիսի առաջարկներ ունի, հիմա տեսեք, ընդեղից էլ կա փողզիչում, ստեղից էլ կա ինչ որ նոր վերադասավորումների, նոր լոգիստիկ կապերի ստեղծում են եւ մենք այս դեպքում այսինքն կունենային կոնկրետ դիրքորոշում, բայց մենք տեսնում ենք միակողմանիություն այս դեպքում։ Ինչ վերաբերվում է Բևեռին, մենք նույնիսկ մի արահետ, նույնիսկ մի փոքրիկ զանգված պատրաստ չենք, Հայաստանը սակարկման ենթակա չի, ցանկացած ճանապարհ, մայրուղի, արահետ, այգի Հայաստանում պետք է լինի բացարձակապես հայկական տիրապետության եւ հայկական գերիշխանության ներքո։ Ոչ մի օտար պետություն իրավունք չունի մեր տարածքը օգտագործել իր շահերից ելնելով, ստորադասելով մեր ազգային եւ պետական շահը։ Սա հստակ մեր դիրքորոշումն է, որ մեր տարածքով անխոչնդոտ որևէ կապ տեսեք, մենք Վրաստանի հետ նմանատիպ միջանցք չունենք, Վրաստանի հետ էլ շատ բարեկամական հարաբերության մեջ ենք։ Ճիշտ է, բայց խոչընդոտ էլ չունենք Վրաստան այցելելու։ Ոչ վրացիները ունեն առաջարկում։ Նույն տարբերակով, նույն պայմաններով լինի նաև Սյունիքի մենք այդպիսի առաջարկ չենք անում, նախ մեր առաջարկած այդ հնդ-եվրոպական միջանցքը դա այլ ձևակերպում է եւ ռազմավարական, տնտեսական մեծ հարաբերակցության մեջ է։ Ներառելու է նաև այդ թրիփի ճանապարհը։ Մենք ԱՄՆ-ի եւ արևմտյան ներկայությունը կամ այդ տնտեսական ռազմավարական շահը մեր երկրի հետ համատեղելու արդյունքում մենք այդպես էինք դիտարկում։ Մնացած մեր որպես ազգային ուժի մեր համար նշանակություն չունի, դա կլինի արևմտյան, կլինի, չգիտեմ, որ երկրի հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից մեր տարածքի նկատմամբ վերահսկողությունը պետք է ունենանք բացառապես մենք եւ մեր ուժային կառույցները։ Սա հստակ է մեր մոտ։ Պարոն Կարապետյան, եւ եթե ես չեմ սխալվում, նաեւ արտաքին քաղաքական հարցերում դուք էլի Միացյալ Նահանգների հետ եք տեսնում, Եվրոպայի հետ եք տեսնում Հայաստանի հեռանկարը, ինչպես է։ Ձեր արտաքին քաղաքական կուրսը, եթե հիմա դիտարկենք, դեպի որ կողմն է։ Տեսեք, մենք շատ ենք պիտակավորվել այդ հարցերով, իրականում մեզ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ փորձել են կապել, սակայն չի ստացվել։ Հիմնական պատճառներից մեկը Հայաստանում ընդունված ձևով ասեմ, արևմտամետ եք, թե ռուսամետ եք։ Մենք ազգային, հայկական ազգային ուժն ենք, ցավոք սրտի շատերը նեղանում են, որ ասում ենք միակը, որովհետև շատ դեպքերում մենք նաև միայնակ ենք մնացել որոշակի պայքարի դիրքերից։ Մենք տեսնում ենք հնարավորությունները, որ աշխարհաքաղաքական կենտրոններից է հնարավոր համատեղել մեր ազգային պետական շահի հետ, չստորադասելով մեր սեփականը։ Այստեղ ոչ թե հակառուսականության մասին է խոսքը, այլ Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականությունը կամ Կրեմլի վարած հակահայ քաղաքականությունը մեր նկատմամբ, այսինքն կա քաղաքական ուժ, որը ունի համարձակություն պատասխանելու եւ ասելու, որ մենք այդքան էլ ոտնահարված չենք, մենք հազարամյակների ժողովուրդ ենք եւ պետականակերտ ժողովուրդ ենք։
Եվ արևմտյան մասին մենք փորձում ենք տեսնել հնարավորություններ եւ այդ հնարավորությունը մենք այս երկար տարիների ընթացքում հասկացել ենք, որ մեր ինքնիշխանության մեջ է մեր հզորությունը եւ կարող ենք օգտագործել դրսի արտաքին հնարավորությունները, այս դեպքում մասնավորապես Միացյալ Նահանգների, հզորացնելով մեր սեփականը, որպես այդպիսի օրինակներ կան, տեսեք Ճապոնիան, Իսրայելը, Հարավային Կորեան, իրենք արևմուտքում չեն գտնվում, բայց իրենք կներեք, ընդունված է ասել, որ մենք մեր տարածաշրջանի երկրների հետ նախ պետք է մեր շահերը համադրենք։ Հեռու Ամերիկայից մի քիչ բարդ է։ Մենք դեռ պետք է հասկանանք նույն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ շահերի համադրումը, նոր գնանք հեռու օվկիանոսից մենք դիտարկում ենք, մեր ապագա դաշնակիցներն են լինելու, թող այս եթերը մնա որպես փաստ, վկայություն, հետագայում տարիներ հետո կնայեն այս եթերը, կասեն, որ ճիշտ կանխատեսումներ էր, մեր ապագա դաշնակիցներն են Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը, եւ Իրանն ու Վրաստանը մեր ամենամոտ դաշնակիցներն են լինելու, նույնիսկ մենք Վրաստանի հետ, այսպես ասեմ, ամրացնելու ենք այս Հարավային Կովկասի որպես միակ քրիստոնյա ժողովուրդները, բնիկները եւ հաստատելու ենք այդ նոր ռազմավարական ուղղության կայունությունը եւ մենք նոր ձևավորվող աշխարհակարգում տեսնում ենք այդ հնարավորությունը եւ փորձում ենք դա օգտագործել, որպեսզի այս տուրբուլենտության մեջ մենք բաց չթողնենք մեր ինքնիշխանությունը, որտեղ այսօր մենք տեսնում ենք, որ մենք տարբեր արտաքին ազդեցությունների արդյունքում վտանգված է մեր եւ ինքնությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք փորձում ենք դա պահպանել եւ մեր պատկերացումներով, մեր կանխատեսումներով եկել ենք տվյալ եզրահանգմանը, որտեվ ձևակերպումները հակա կամ պրո այդպիսի բան ազգային ժողովրդարական բևեռում չկա։ Միգուցե մեր անկաշկանդ լինելը ենթավեռնագրերի կամ վերնագրերի արդյունք են դառնում, բայց ասեմ, որ եթե կաշկանդած չէ, դուք համագործակցեք Ռուսաստանի հետ, եթե օրինակ մենք եթե ունենանք Ռուսաստան, որը որ դատապարտում է բոլշևիկյան հակահայ քաղաքականություն, այսինքն Լենին, Աթաթուրք դաշինքով ձևավորված մեր տարածաշրջանային ճարտարապետությունը համարում է ապօրինի եւ հակահայ, այսինքն մենք ունենում ենք նոր որակի պետություն, որ ապօրինությունները ինքը գոնե քաղաքական գնահատականներով, իհարկե քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ եւ բարեկամներ չկան, կա շահեր, որ այդ շահերը ամենակարևորն են։ Ես էլի առիթ ունեցել եմ ասելու, որ պետությունները դրանք սառը մեխանիզմներ են, զգացմունքային մեխանիզմներ չեն։ Մի օր ես մի օրինակ էլ բերեմ, տեսեք 1943 թվականին Գերմանիայի դաշնակից Իտալիան, հա, օգոստոս ամսին Մուսոլինին տապալեցին Իտալիայում եւ նույն տարվա հոկտեմբերին Գերմանիայի դաշնակից Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Թշնամական հարաբերություններ ունեցող նույնիսկ կապիտուլյացիա պարտադրած Միացյալ Նահանգները Ճապոնիային այսօր ամենամոտ դաշնակիցներն են։ Ճապոնիան կապիտուլյացիայից հետո էլ չհրաժարվեց իր իրավունքներից, որոնք են Կուրիլյան կղզիները, առանց պատերազմի, առանց որևէ բանի ինքը իր իրավունքներից չի հրաժարվում։ Մենք էլ ենք առաջարկում, որ մենք անկախ մեր հնարավորություններից առաջնահերթ պետք է մեր իրավունքներից չհրաժարվենք, մենք չգիտենք հետագայում ինչպիսի աշխարհակաղակական դասավորությունների մեջ կհայտնվենք։ Լավ, Ռուսաստանի հետ ինչ որ մի պահի կհամագործակցենք։ Պետությունների հետ, տեսեք, դա ցածր մակարդակի քաղաքագիտական գիտելիքների արդյունք է, երբ փոխպետությունների փոխհարաբերակցությունը միջանձային հարաբերություններին են հավասարեցնում եւ փորձում են այդ տիրույթում կարծիքներ ձևավորել, խոսույթ ձևավորել։ Ռեալ քաղաքականության մեջ կա պետության շահեր եւ այդ շահերից բխող գործողություններ, հայտարարություններ եւ Շատ լավ, պարոն Կարապետյան, երկար տարիներ բևեռը գործունեություն է իրականացնում, ձեր գաղափարները, ձեր մտահղացումները ինչու հասարակության լայն շերտերին չի հետաքրքրում, ինչու ինչ որ մի փուլում, ինչ որ մի ընտրություններում դուք չեք կարողանում օրինակ նույն խորհրդարան անցնել,
Ինչն է պատճառը, որ հասարակությունը ձեզ այդ չափի չի վստահում, այդ չափի վստահության քվե չի տալիս, որ դուք ինչ որ մի թեկուզ ընդդիմադիր ուժ լինեք խորհրդարանում։ Ո՞րն է պատճառը, որ մի անգամ ասել եմ, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այն լրագրողական համայնքին, հանձինս ձեզ մնացածներին, որ մեզ լուսաբանում են, իհարկե մասնավորների մասին չի խոսքը, ստեղ ես խոսքս ավելի կոնկրետացնեմ, պետական լրատվամիջոցներին ավելի շատ թող հարված հասցվի, մեզ չլուսաբանելու արդյունքում, մասնավորների մասին չի, որտեվ ես չեմ ուզում սրեմ իմ հարաբերությունները լրագրողական համայնքի հետ, մանավանդ մասնավորների հետ գործ չունենք։ Լրագրողներին թողնենք մի կողմ, լրատվամիջոցը ինչն է պատճառը։ Պատճառները հենց դրանից է ծնվում հենց իմ հաջորդ խոսքը, պատճառներից մեկը, որ հասարակությունը ավելի շատ լսում է մեր մասին ասվածը, քան հենց ուղիղ մեզ, այստեղ շատ մեծ տարբերություն կա, հենց այդ նուրբ գիծը մեծ հարցեր է լուծելու։ Եվ չի ստացվել, որովհետև ձևավորվել է քաղաքական մի այլանդակ միջավայր, որ ռեսուրսների անհավասար բաժանումով ստացվել է անհավասար պայքարի պայմաններ, այսինքն տեսեք մենք նախ չենք ընդունի եւ արտաքին ֆինանսավորումները մեծ ծավալի, մենք չունենք այդպիսի հնարավորություններ, չհաշված տարբեր այդ պիտակավորումների, բամբասանքների, Ես հիշում եմ բավական երկար դուք ցույցեր էիք անում, փողոցներով դե քայլերթեր էիք անում, շատ գործունեությունը բուռն է եղել, մենք տեսել ենք դա, բայց դա չի նպաստել ամեն դեպքում ինչ որ փուլում, որ ձեզ հանրությունը վստահի եւ ձեզ քվե տալով, օրինակ խորհրդարան տանի։ Այդ բացը դուք նկատել եք, ո՞րն է պատճառը։ Միգուցե բացը պատճառը մեր արմատական սկզբունքային լինելն է, որովհետև տեսեք միավորման մեջ երկրում արմատականները քիչ են։ Ցավոք սրտի քիչ են եւ մենք չենք հենվում այն մեծ շերտի վրա, որ այսինքն քաղաքականապես գիտակից մարդիկ են մեզ ընտրելու, չնեղացնելով մնացած բոլոր ընտրողներին, բայց այստեղ պետք է շեշտը դնել նաեւ մեր չհասկացվածության վրա, մենք այո, մինչև 3 էլ գնահատում ենք, որ մենք դեռևս չհասկացված ենք, չնայած մենք ունենք անցած կենսագրություն, պատմություն, ամենահալածված ուժն ենք եղել եւ կանք մեր աջակիցներից շատերի վրա կան քրեական գործեր կարված, վարչական, մեր խորհրդի անդամներից Վարժան Ավետիսյանը բանտում է, ծռերը բանտում են, մի խոսքով այս ճնշումների, բաների արդյունքում եւ կարեւոր է ասեմ, ամենալավ հակափաստարկը դա իրական ուժ լինելու մեջն է։ Այսինքն տեսեք, ճնշումներ եղել են անուղղակիորեն նույնիսկ, այսինքն երիտասարդներին թույլ չեն տվել գալ, ծանոթանալ, շփվել ազգային ժողովրդավարական բևեռի հետ, մարդկանց սպառնացել են գործից ազատել իրենց բարեկամներին, կա մարդիկ ունենալով որոշակի աշխատանք չեն ուզեցել, որ անձամբ շփումը այդ կապը տեսանելի լինի, որպեսզի նրանք չթիրախավորվեն եւ ժամանակի առումով ստեղծվել են, այսպես ասած, սպոյլեր տարբեր կուսակցություններ, որոնք փորձում են կրկնել մեր գաղափարախոսությունը տարբեր լեզվական, հոմանիշային տարբեր ելևէջներով կրկնել եւ ստեղծում են տպավորություն, որ այսպես ասած, պիտի ժողովուրդը տարբերի այդ կրկնօրինակը օրիգինալից Կներեք, հասանք, լավ, ասեք, ավարտեք։ Եվ ամենակարևորը պետք է նախ տեսնեն անցած ճանապարհը քաղաքական ուժերի, մենք ինչ գին ենք վճարել, որ եկել, հասել ենք այս 26 թվականի ընտրություններին, եւ ձեր մատնանշած 21 թվականի ընտրությունների մասը, որ չի հաջողվել։ Մեր գնահատմամբ հաջողվել էր, ուղղակի համակարգ էլի թույլ չտվեց, որ մեր նման ուժը անցնի խորհրդարան, ինչպես 18 թվականին մենք հնարավոր էր, որ անցնեինք խորհրդարան, էլի թույլ չտվեցին, 21 թվականին այդքան կուսակցության մեջ մենք
6-րդն էինք։ Մեր առաջ թողել էինք 2 դաշինք, 1 կուսակցություն խորհրդարան անցած եւ 2 ուժ էինք թողել, այսինքն այդքանի մեջ մենք բավականին ծանրակշիռ։ Հիմա 19 ուժ է եւ արդյոք դրանցից որևէ մեկի հետ համախոհություն ունեք, այսինքն ենթադրենք կոալիցիաների անհրաժեշտություն լինի։ Դուք այդ 19 ուժերից ում հետ կգնաք կոալիցիայի, ում կփորձեք միանալ, որպեսզի իշխանություն ձևավորվի։ Ազգային ժողովում արդեն։ Այո, ազգային ժողով։ Այս ընտրությունների մասին է։ Կոալիցիաների մասով, ինչ վերաբերում է ազգին, պետությանը, բավականին տարբեր առումներով մենք առաջինն ենք եղել, որ կուսակցական դրոշը իջեցրել ենք, սակայն մենք միշտ հանդես չենք եկել որպես դասական կուսակցություն, միշտ որպես վերկուսակցական շարժում է եւ այդ տրամաբանությամբ էլ կանք մինչեւ այսօր։ Առաջին ենք իջեցրել կուսակցական դրոշը, ինչ որ ընդհանուր մեծ նպատակին հասնելու համար դրա փաստերը բազմաթիվ են։ Կոալիցիաներ, միավորումներ կազմելու համար էր հենց ստեղծվել ԲՎՌ 2020 թվականի մայիս ամսին, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ անհատներն ու կուսակցությունները գան մեկտեղ, զրուցեն, հակադրվեն իրար հետ, բանավիճեն, ինչ որ միավորում ձևավորվի։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ կլոր սեղանների ենք հրավիրել, տարբեր կուսակցությունների անհատների հետ զրույցներ, ցավոք սրտի մեր մոտ չի ստացվել այդ մեծ համախմբումը միավորը ստանալ, պատճառների մասին այս պահին մենակ ենք, որտեվ հիմնական սկզբունքային նմանություններ չենք գտել, բայց տեսեք, մենք ունենք հստակ դիրքորոշում, որ այս իշխանությունը չպետք է երրորդ ժամկետը իշխանավարի։ Այսինքն եթե ձեր ձայնից կախված լինի այս իշխանությունը կվերանտրվի, թե ոչ, դուք իներանց ձայն չեք տա։ Մենք մեր գործունեությամբ եւ այս տարիների ընթացքում ենք դա ապացուցել։ Մենք եւ միայնակ ենք պայքարել, եւ տարբեր ուժերի հետ ենք փորձել համագործակցել, եթե հիմնական նպատակը դա, այսինքն այդ հարցի արդեն գոյությունը ինձ թվում է արդեն ապացուցված բան է, որ մեր ընդդիմադիր լինելը ինչ որ կասկածի առիթ չպետք է տա, այսպիսի բան կա, էլի։ Շնորհակալ եմ։